Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է մեղադրանքները, թե Վաշինգտոնը քննարկում է պաղեստինցիներին Գազայից Լիբիա արտաքսելու հարցը։ Մարկո Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը միայն դիմել է տարածաշրջանի երկրներին, փորձելով հասկանալ, արդյոք նրանք պատրաստ են ընդունել Գազայի բնակիչներին։ Դա ըստ նրա Գազայի ժողովրդի տառապանքը մեղմելու ժամանակավոր միջոց կարող է լինել։ Ոչ, տեղահանություն չի լինի։ Միայն որոշ երկրների հետ քննարկել ենք կարող են ընդունել մարդկանց, ովքեր կամավոր կտեղափոխվեն, եթե հիվանդ են կամ ուզում են երեխաները գնան դպրոց։ Տարածաշրջանում կան երկրներ, որոնք պատրաստ են։ Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը պաղեստինցիներին Լիբիա տեղափոխելու շշուկներին ի պատասխան հայտարարել է, դա անհիմն խոսակցություն է։ Արդյոք Լիբիան այդ երկրներից մեկն է։ Ես Լիբիայից նման տեղեկություն չեմ ստացել։ Սենատի լսումներն ընդհատվել են, երբ դահլիճում նստած երկու տղամարդ սկսել են վանկարկել. Ռուբիո, դադարեցրեք ցեղասպանությունը։ Հանձնաժողովի առջև նրանք դատապարտել են Վաշինգտոնի ռազմական աջակցությունը Իսրայելին։ Անվտանգության աշխատակիցները հեռացրել են նրանց դահլիճից։ Միջև աշխարհը քննարկում է, թե որտեղ պետք է ապրի Գազայի հյուծված ժողովուրդը, Իսրայելը ավելի հուժկու հարձակումներ է նախապատրաստում Գազայի հատվածում։ Վերսկսել ենք ռազմական գործողությունները, որ վերադարձնենք մեր պատանդներին, հարվածենք Համասին եւ Գազայում հասնենք վճռական հաղթանակի։ Անցնում ենք հաջորդ փուլ, ընդլայնում ենք ցամաքային գործողությունները։ Մենք ավելի շատ տարածքներ ենք գրավելու։ Համասը միայն մեկ ընտրություն ունի՝ ազատ արձակել մեր բոլոր պատանդներին։ Միայն այս գիշեր սպանվել է 38 պաղեստինցի։ Նրանք պատասպարված են եղել նախկին դպրոցի շենքում։ Մենք արթնացանք կրակի մեջ։ Մենք իրենք, որ անընդհատ այրում եք մեզ։ Ինչու՞, մինչև երբ։ Եթե ուզում եք տեղահանել, արեք ինչ ուզում եք։ Բայց դադարեցրեք պատերազմը։ Ոչ մի օգնություն պետք չէ։ Միայն խաղաղություն ենք ուզում։ Գազայում արդեն սովամահ է եղել 326 պաղեստինցի։ ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ 48 ժամվա ընթացքում կարող են սովամահ լինել 14,000 նորածիններ։ Արհամարելով միջազգային նախազգուշացումները, Իսրայելը որոշել է հետ կանչել իր պատվիրակությունը Դոհայից, որտեղ պետք է ընթանային բանակցություններ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու հարցով։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։